Այս տարի կառավարությունը օրենք ընդունեց, որոնք մի շարք հիվանդություններ, որոնք ունեցողները ազատվում էին նախկինում բանակից, համարեցին չխոչընդոտող եւ հիմա այդ հիվանդություններ ունեցողներին տանում են բանակ։ Ինչու են որոշել այդպես, որովհետեւ երևի թե թվակազմի խնդիր ունեն։ Երիտասարդների տարան բանակ, որոնք հիվանդություն ունեին, մի քանի ամիս հոսպիտալում պարկելուց հետո զորացրվեցին, ել ավելի ծանրացած վիճակում առողջությունը։ Այսինքն հիվանդությունների հիմքով բանակից ազատումը չեղարկել են, փողի հիմքով բանակից ազատում են մտցրել։ Երիտասարդը, որը հիվանդ է, բայց աղքատ, պետք է գնա բանակ, երիտասարդը, որը փողատեր է ու հարուստ ու առողջ, կարող է ազատվել։ Կեց է արդարությունը։ Դուք գիտեք, որ այնպիսի բանակ եք սարքել, որ ծնողը ամեն քայլի կդիմի, որ ազատի որդուն։ Ինչ պետք է անի մարդը, եթե հարուստ չէ ու ուզում է իր որդին չծառայի։ Որովհետև Նիկոլը բանակը խեղել է։ Պետք է արտագաղթի։ Բախտը փորձի, ասենք, կազինոյում։ Վատ քայլերի պետք է դիմի։ Շատ գիտեմ։ Քպական օլիգարխի բանկը երևի վաղը բանակից ազատվելու վարկ կտա։ Սա բանակի թուլացում է, կրկնում եմ։ Այն որ դա ազգային ժողովից ասում էր ամբիոնից, բանակը չենք հզորացնում, որովհետև չգիտենք ումից հզոր պետք է լինի, հիմա թուլացնում է, որովհետև կոնկրետ գիտի, թե որ պետությունից թույլ պետք է լինի մեր բանակը։